Մոտ 10 օր էկրաններին չհայտնվելուց հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ Կырգызստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Իր առողջական վիճակի ու անհետացման մասին նա կարճ արձագանքեց. կյանքը ձանձրալի կլիներ առանց բամբասանքների։ Ինչու էր անհետացել Պուտինը ու որտեղ էր նա գտնվում, այս հարցը հայ քաղաքագետներին քիչ է անհանգստացնում։ Կարևորը հետևանքներն են, որոնք կարող են բավական լուրջ լինել։ Մարդիկ հասկանում են, որ այդքան վստահելի չի այն համակարգը, որը Ռուսաստանում գործում է, եթե ավելի քան մեկ շաբաթով առաջին դեմքը կարող է անհետանալ, դա իրենց համար լիովին անսովոր իրավիճակ եւ անընդունելի իրավիճակ։ Ռուս ժողովուրդը սովոր է իր առաջնորդին տեսնել ու լսել նրա տեսակետը ամեն հարցի շուրջ։ Այդ է պատճառը, որ նրա մի քանի օրվա բացակայությունը անհանգստացրել է մարդկանց։ Չի բացառվում, որ մամուլում ներկայացված անձնական վարկածներն են իրականում եղել Պուտինի անհետացման պատճառ։ Օրինակ, որ նա երկիրը լքել է նորածին դստերը տեսնելու կամ բուժվելու համար, բայց դա մարդկանց քիչ է հետաքրքրում։ Քանի որ մարդիկ հնարավորություն չունեն անմիջապես մասնակցել որոշումների կայացմանը, նրանք զուտ էմոցիոնալ առումով կարիք ունեն զգան իրենց որպես մեկ երկրում, մեր պետությունում աշխատող եւ գործող քաղաքացիներ։ Երբ այդ էմոցիաների համար բավարար սնունդ հիմնականում հեռուստատեսության միջոցով չի տրվում, դա բերում է իր հետ ապակայունացում։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամը չէ, որ անհետանում է երկրի առաջին դեմքը, հիշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այնպես որ այս անհետացմանն այսքան լուրջ վերաբերել նա խորհուրդ չի տալիս։ Я помню, когда страной правил господин Брежнев, который в таком состоянии находился годами. Я прекрасно помню периоды, когда президент Ельцин в силу особенностей своих время от времени исчезал. Политика такого рода государств, как Россия, она не меняется резко из-за личностей. Վլադիմիր Պուտինի անհետացման բազմաթիվ վարկածների մի քանի վարկած էլ գումարում է Լևոն Շիրինյանը։ Կարող է դիտավորյալ է թաքնվել, որ զվարճանան, գուցե նոր գրողներ պետք է լինեն։ Օրինակ ուկրաինացիները լավ կնեն դրա մասին մտածել։ Պալատական հեղաշրջումը նա առհասարակ բացառում է։ Պուտինը պիտի չմոռանաք, որ ինքը պետանվտանգության կադրային սպա է, այսինքն հեղաշրջում անող է։ Այսօր Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մարտի 20-ին Աստանայում կկայանա ԵՏՄ անդամ երկրներից 3-ի ղեկավարների Նազարբաևի, Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը, որը հիշեցնենք պետք է տեղի ունենալ մարտի 13-ին։